անդրադառնամ պաշտպանության նախարարի աթոռը գրկած եւ նստած Սուրեն Պապիկյանին։ Նախ մի հատ հարց եմ ուզում տալ։ Այս դարի իրականության, այս փաստերի ֆոնին, այս դեպքերի ֆոնին, այդ որ մի հատ ինքնասպանություն, մի հատ սպանություն, նորից ինքնասպանություն, հետո նորից ինքնասպանություն, հետո նորից էլի մահ արձանագրվում է խաղաղ պայմաններում հայոց բանակում։ Քանի հատ դեպքի մասին արդեն մենք լսեցինք այս ամիսների ընթացքում, քանի դեպք արձանագրվեց, քանի սպանություն, քանի ինքնասպանություն, պատճառը ո՞րն է։ Նիկոլ Փաշինյան, պերաշտի ուտելուց առաջ, այդ քո ճամփորդությունները կազմակերպելուց առաջ եւ ընդհանրապես այն որ գնում ես քարոզարշավի մարդկանց հետ զրույցներ ես անում ու սկսում ես կատակներ ու հումորներ անել։ Մի հատ հեռախոսը Պապիկյանն է կողքդ քայլում է, չէ՞ հաճախակի այդ ձեր ուրախ ավտոբուսով որ գնում եք։ Պապիկյանի ուսին խփել ես այ ընկեր, հարցրել ես, ինչ է կատարվում քո ղեկավարած ոլորտում։ Եթե մի անգամ որևէ վաշտի հրամանատար, որևէ սպա, որևէ ենթասպա կամ այդ զորամասերում այդ խարոշի խաղացողներդ այդ ձեդավշինա եք, չգիտեմ այդտեղ նայող եք, նայիչ եք, լավ տղա եք, ապերո եք, դուք եք լավ տղա, ես չեմ կարող այս պահին նախաքննությունից առաջ ընկնել եւ ասել թե կոնկրետ այս դեպքով պայմանավորված ինչ ա եղել։ Իհարկե գնալու եմ այս թեմայի ետևից եւ բոլոր թեմաների հետ կապված, բոլոր թեմաների, բոլոր դեպքերի հետ կապված դուք լավ գիտեք, մենք պարբերաբար այցելում ենք ընտանիքներ ծնողներին, լսում ենք, գնում ենք այդ դեպքերի հետքերով, ամիսներով աշխատանք ենք տանում, մի քանի ամիս հետո այդ աշխատանքի արդյունքը ներկայացնում ենք, որպեսզի հասկանանք, թե այդ ողբերգության թելերը իրականում ուր կարող էին տանել։ Եթե մի վաշտի հրամանատար, եթե մի սպա, եթե մի ենթասպա, կորպուսի հրամանատարից սկսած ամենաներքևի օղակում կանգնած սպայով վերջացրած, պատասխանատվություն կրեին ու դրանցից մեկի ակաժներից բռնեն ու տանեն ու 15 տարով փտեն բերդում, հավատացած եղեք, էլ կարիքը չեք ունենա ջանքեր գործադրելու եւ կանխելու նմանօրինակ դեպքերը։